Արայիկ Հարությունյան, նայի, մեծ գլուխ ունենալը դեռ չի խոսում մեծ խելք ունենալու մասին։ Տես, դուք ուսապարկերով պնդում եք, որ Հայաստանին մի քանի երաշխավոր պետք չի։ Հայաստանը ու Ադրբեջանը հարցերը լավ լուծում են առանց երաշխավորի։ Ձեր ձախողակ Նիկոլ Փաշինյանը առանց երաշխավորի 2022 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի հետ բանակցեց Պրահայում ու Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Նույն թվականի դեկտեմբերին Արցախը բլոկադայի ենթարկվեց 9 ամսով։ Ձեր ձախողակ Նիկոլ Փաշինյանը առանց երաշխավորի բանակցեց ու 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախը հայաթափվեց։ Ձեր ձախողակ Նիկոլ Փաշինյանը առանց երաշխավորի բանակցեց ու 2024 թվականի ապրիլին Տավուշից հայկական տարածքները հանձնեց Ադրբեջանին։ Պարոն Նարեկ Կարապետյանը, երբ ասում է, որ մեզ մի քանի երաշխավորներ են պետք, որ մեր երկիրը միայն մեկ երաշխավորի քմահաճույքին չլինի, հաշվի է առնում վերոնշյալը ու հազար այլ փաստեր, այ մեծ գլխով, բայց փոքր ուղեղով մտածող մարդ։ Դու այնքան անփորձ ես, որ անգամ չես գիտակցում, թե ինչպես ես վտանգում Հայաստանը։ Մի երաշխավորը բավարար չէ, միայն թույլ առաջնորդը չի կարողանում ապահովել այնպիսի պայմանավորվածությունների կատարում, որոնք կդիմանան ժամանակի փորձություններին։ Դուք ձեր թիմով ողբի թագավորներ եք, պատերազմը ու ցավը քաջալերողներ եք։ Իսկ մենք Սամվել Կարապետյանի հետ ուժեղ Հայաստան կերտողներ ենք, երկարատև խաղաղություն բերողներ ենք ու իհարկե ձեզ մերժողներ ենք։